Անպայման կուզեի ասել ու նաև սա էլ պատճառներից մեկն էր, որ անընդհատ ուզում եմ խոսեմ։ Շատ վատ բան են հիմա իշխանություններն անում, իրենց բնորոշ է դա, ուզում են տղաներին ներկայացնել խուլիգաններ, խուժաններ, ընտանիք չհարգող, ընտանիք չսիրող, փողոցային մարդիկ։ Ու անընդհատ այդ կանոնակարգ ԿՊ-ն որ ստեղծեց իրենց համար ներքին կանոնագիր, էթիկայի կանոնագիր, վարքագծի կանոններ, խոսում են, որ պետք է մերժենք հայոյանքը, ասենց բարձր տեքստեր են արտահայտում ու ես ասենց ճիշտ է շատ տհաճ է ինձ իրանց լսելը, ես չեմ կարողանում լսել, շատ դեպքերում կարող եմ կարդամ, մամուլից կարդամ ինչեր են ասում, ու ասենց ասում եմ մարդկությունն ուր է հասել, որ իրենք դագաղներով եկան իշխանության, զավթեցին իշխանությունը, իրանք հայոյանքներով, այդ 18 թիվը իմ մոտ այնքան թարմ է, որովհետև ես 18-ից հետո եմ 19 թվին է իմ բալիկը ծնվել առաջին, որ այդ ամեն ինչից քիչ թե շատ դուրս եմ մնացել ու իմ հիշողությունները, որ ասում են մարդիկ, որ թվին գնում են Ամերիկա, այդ տարիքում մնում են իրանք, հիմա ես մնացել եմ 18 թվին ու շատ լավ եմ հիշում իրանց բոլորի հատիկ-հատիկ ով երբ ինչ ա արել, ինչ ա խոսացել, այդ որ հիմա իրան կոստյումներով փորձում են սենց իրանց ներկայացնել որպես պետական գործիչներ, իրանք այն փողոցի մարդիկ էին, ովքեր որ ինչ ասեմ, անում էին բաներ, որոնք որ ամոթ էին, անում էին, խոսում էին, իրանց բառապաշարը, իրանց մտքերի այդ շարադրանքը, իրանց այդ ատելությունը, իրանց հայոյանքները, այդ որ գնում էին հակական պատգամավորների տան բակերում, երեխեքին էին գտնում, զանգում էին կին պատգամավորներին, այդ հայոյանքները, այդ սպառնալիքները, ոնց եք ժողովուրդ դուք դա մոռանում ու ասում, որ հիմա խրատ եք տալիս, որ հայոյանքը վատ բան է, բացի այդպես երկրորդ գործի ընթացքում, այսինքն երբ որ տղաները վերադարձան եթեր, իրանք ընդհանրապես չէին էլ հայհոյում։ Այն ժամանակեն էս չի, որ տենց իրանք սեռական բնույթի հայոյանքներ են տվել, դա երբեք չի եղել ու իրենք կարող է օգտագործել են հայոյանք ենթադրող արտահայտություններ, կոպիտ արտահայտություններ, որոշ դեպքերում տգեղ արտահայտություններ, բայց դրանց բերողը դուք եք եղել, դուք եք նենց անում, որ այդ մարդիկ խոսան ու իմ նման մարդիկ դա լսելուց ոչ թե նեղվեն, այլ սիրտը փարավը ման լինի, սենց հանգստանա, որ ասի, որ ասում են, որ մեկներ չէ, ասում, որ ոնց որ իմ փոխարեն ասեիք, պես ես բենց բառապաշար չունեմ, չէի կարա դա ասեի, բայց իրանք ասում են։ Չէ, ինձ համար դա դարձավ նորմալ բան։ Այսինքն իրենք այն ժամանակ իրենց կարելի էր մարդկանց հայոյել, կին պատգամավորներին հայոյել։ Իրանք հիմա էլ են շարունակում նույնը։ Բայց ֆեյքերը։ Բայց ոչ միայն ֆեյքերը, հիշի մի հատ ինչեր էր գրում իրենք բոլորն էլ իրենց նարեկ շատ լավ ասում ոյ պարագլուխը չասեմ իրենք ասում են հայոյում են տգեղ խոսում են, ասում են դա վատ բան է, մի հայվեք։ Նարեկն ու Վազգենը փողոցի խուժան չեն։ Ինչքան էլ դուք ուզում եք դա բայց դուք փողոցի խուժան եք, որ արտահայտվեց Էջմիածնում։ Դուք փողոցի խուժան եք, դուք փողոցի այո, եւ Էջմիածնում եւ այն դատարանները շրջափակելն եմ ես շատ լավ հիշում, ոնց էիք դուք խանգարում դատական իշխանությանը, որը որ անկախ իշխանություն է, իզուր չի անունը իշխանություն, դատական իշխանությունը կատվածահար անելու ձեր այդ կոչերը դուրս եկեք փողոց, այսինքն ձեզ կարելի էր, բայց հիմա եթե մենք դատավորների մասին ինչ-որ մի բան խոսենք կամ շնորհավորենք իրենց նոր տարին, կասեք, ինչ կասեն, ինչ ենք անում դատավորներին։ Այդ գարի հոդվածը էլի, որ դատավորների, մատավորների իր մոտ հակառակներ, բայց Լուսինեն հակառակ իմաստով էր ասում, բայց այո, երբ որ օրինակ իրենց կարելի էր, երբ որ վարչապետն իրենց ասում էր, դատավորների կապված Եվ որ Նիկոլ Փաշինյանն ասում էր կամ տենց դատավոր, որ իմ ասածը չանի, կամ որ ասում էր պատերի տակ վնգստալով սպասում էին տենային ով ինչ կասի, որ դատավորների նկատմամբ հանցագործություն չէ։ Ու հիմա այդ դատավորները հանգիստ շարունակում են իրենց աշխատանքը, չասեմ լավ, մտածածս էլ չասեմ։